Այս երկու օր է տաժանորեն Ուկրաինան հրթիռակոծում եւ տրոնակոծում է Մոսկվան եւ Մոսկվայի շրջապատը, չհաշված նավթավերամշակման գործարաններ, բաներ շարունակում է իր սովորական ռեժիմով։ 3 ջախջախել էր, հրկիզել էր ու վառել էր կարծես թե մինչև վերջ Մոսկվայի մոտի Վալդբերիզի ամենամեծ պահեստը, տարբեր տվյալներով 25-27 հեկտար տարածք, որը հավասար է 50 ֆուտբոլի դաշտի։ Կարող եք պատկերացնել 50-60 ֆուտբոլի դաշտի մակերեսով տարածք։ TikTok-ում եւ տարբեր հարթակներում ես տեսա առնվազն մի 20 ռուս գործարարների վիդեոներ, որոնք ուղղակի լալիս էին, ողբում էին, որ իրենց չարչարանքը 0-ից սկսած ինչ-որ բիզնեսը, առևտրային կամ արտադրական, կանացի հագուստ, ներքնազգեստ, տեսքող մենքող վերածվել է բացարձակ 0-ի, իրենք այլևս սնանկ են, որովհետև ոչ ոք չի փոխհատուցելու այդ վնասները, այն ինչ էլ որ կարող է փոխհատուցեն, դրանք կոպեկներ են, չնչին բան է համեմատած իրենց կորուստների հետ։ Մի խոսքով կարծես թե 1-2 Վալդբերիզի պահեստ մնաց եվրոպական հատվածում, սա շղթայական կերպով բերելու է նախ իհարկե այդ գործարարների, մանր միջին գործարարների դժգոհությանը եւ սնանկացմանը, աշխատատեղերի վերացմանը եւ իհարկե այդ աշխատողների աղքատացմանը, վարկերը չեն փակվելու ռուսական բանկերից, բանկերը կարող են սննկանալ, սրանից բխած բոլոր հետևանքներով, այսինքն սա դեռ սկիզբն է այն շղթայական ամբողջ ռեակցիայի, ինչը հետևելու է Ուկրաինայի այս հարձակումներին։ Եվ այս ամբողջի հետ մեկտեղ այսօր առավոտյան հետաձգվել էր Գյումրի-Մոսկվա չվերթը 7-ին պիտի թռներ եւ մոսկովյան օդանավակայանները հերթական անգամ փակ էին, չէին ընդունում, իմաստ չուներ թռնել եւ օդի մեջ պտտվել այնտեղ այնքան այդ մոտակայքում էլի հասկանալի է Մոսկվայի երկնքում չէ։ Ահա այսպիսի պատմությունն էր։ Սերոժա Ստեփանյան, զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ է եղել այս մարդը եւ ազատվել է պաշտոնից վերջին զարգացումների իրադարձությունների բերումով, խոսքը զինվորների սպանության կամ մահվան դեպքերի մասին է։ Սա երկրորդ պաշտոնյան է այս մարդը, որը հաջորդում է Աշոտ Զաքարյանին, որը ռազմական ոստիկանության պետն էր երկար տարիներ եւ Քոչարյանների ժամանակ դատված որպես ընդդիմություն եւ այլն եւ այլն։ Ահա այս մարդը երկրորդ պաշտոնյան է, որը պաշտոնանկվեց կամ հրաժարվեց պաշտոնից եւ սա տեղի ունենում անցած 5-շաբթի օրը կառավարության նիստից հետո Փաշինյանի հայտարարության համատեքստում, երբ ասաց, որ որոշում կա կայացված պաշտոնանկումներ են լինելու։ Իհարկե սրա հետ մեկտեղ, ինչպես տեղյակ եք, նախորդ հաղորդման մեջ էլ ես բացատրեցի, պաշտպանության նախարարությունում պարոն Պապիկյանը բանակում զինված ուժերում բարոյահոգեբանական մթնոլորտի փոխման հետ կապված խորհրդակցություններ, տարբեր խմբերով, տարբեր բաներով խորհրդակցություններ են լինում։ Դրանք ճիշտն ասած, գուցե սխալվում եմ, լավ կլինի որ սխալվեմ, ինձ հիշեցնում են սովետի ժամանակվա զինվորականության ժողովները, կարող է եւ սխալվում եմ, կարող է եւ դրանք ունեն պալասանիչ, բուժիչ ազդեցություն։ Հիմա այսօր այս պաշտոնյան դեռ չգիտենք ով է փոխարինելու, իսկ Աշոտ Զաքարյանին Արամ Հովհաննիսյան ներքին գործերի նախկինում ոստիկանության պետն էր, որը նաև գլխավոր պատասխանատուն է 2 տարի առաջ 24 թվականի հունիսի 9-ի 12-ի ազգային ժողովի առաջ Վազգեն Բագրատ Գալստանյանի արշավի ժամանակ կիրառած այդ ուժային միջոցների, որի արդյունքում 100 հոգի մարմնական վնասվածք ստացավ, այն մեկն էլ կետնին ընկած նռնակը վերցրեց, չգիտեմ ինչի, մատները պոկվեցին, պայթեց ձեռի մեջ եւ այլն, կարելի էր այդքան ուրեմն նռնակն էլ լուսածայնային, բեկորային չէին դրանք։ Ինձ թվում է, որ ոչ դրա կարիքը չկար, այն ժամանակ էլ եմ ասել կարծիքս, բոլորովին անշուշտ չէր կարելի թույլ տալ, որ ցուցարարները ճեղքեին ոստիկանական պատնեշը եւ ներխուժեին ազգային ժողով, սա միանշանակ է, որ այդտեղ փորձ է կատարվել
ուրեմն զանգվածային անկարգության, տեղի ունեցել զանգվածային անկարգության, բայց կիրառված մեթոդները անհրաժեշտ եւ բավարար ուժի կիրառման ստանդարտներից դուրս էին, անհրաժեշտից, ուրեմն շատ ու շատ ավել էր, էլի։ Ահա այս մարդը, որը երևի թե մի քանի ամիս աշխատանք չուներ, հիմա դառնում է ռազմական ոստիկանության պետ, կարող է արդյոք արդյունավետ փոփոխություններ կատարել, չեմ կարող ասել, Աշոտ Զաքարյանն էլ իհարկե ինչքան հաղորդվեց դիմումի մեջ գրել է, որ իրենք ռազմական ոստիկանությունը պատասխանատու չէ բանակում ինքնասպանության, սպանության դեպքերի համար, իրենք դեպքի հետևից գնացող են, ոչ թե դեպքը կանխարգելող, նախականխող, ահա այսպես, մի ճշմարտություն է իհարկե ասածը, համաձայն եմ Զաքարյանի հետ, բազմաթիվ ուրիշ պաշտոնյաներ պիտի պատասխանատու լինեն կամ լինեին մինչև Աշոտ Զաքարյանի հրաժարականի դիմումը։ Չգիտենք Աշոտ Զաքարյանը նոր պաշտոն կստանա թե ոչ, բայց ահա այսպես Աշոտ Զաքարյանը այն սպաներից էր, կարծեմ Հայաստանի առաջին սպաներից էր, որը Ֆրանսիայում կրթություն ստացավ 90-ականների ժամանակ, այսինքն այն ժամանակ էլ է, այսպես ասած արևմտյան երկրներում հայաստանյան սպաների ուսուցման մեխանիզմ գործել, ասա Իմիջայլոց, հիշեցի ասացի, Մաքս Շևչենկոն ասում է, իբր մենք գրական հայերենով չենք խոսում, մենք ես իմ չգիտեմ, կարող է եւ խոսում ենք գրական հայերենով, ես բոլոր այն դեպքերում, երբ օգտագործում եմ ժարգոն, դա անում եմ ցինիզմով կատաղած պահերիս, բարբառը շատ եմ օգտագործում եւ լավ եմ անում Շևչենկոյի աչքն էլ հանում եմ եւ այլն եւ այլն։ Շևչենկոն ըստ երևույթին նկատի ունի, որ նախկին գաղութները օգտագործում են մետրոպոլիայի լեզուն եւ սա գաղտնիք չէ։ Հնդկաստանում անգլերենը լիարժեք կիրառության մեջ է, այդպես էլ պիտի լինի, որտեղ թողնում է կայսրությունը իր ազդեցությունը։ Ոչ մի սարսափելի բան չկա, այլ բան է, երբ գիտակցված պետությունը, իբր անկախ հայտարարած պետությունը սկսում է նահանջել եւ հեռանալ իր ազգային կամ էթնոսի լեզվից։ Սա ուրիշ խոսակցություն է։ Այն, որ հայերենը, արդի հայերենը բազմաթիվ փոխառություններ ունի Հայաստանը գաղութացրած երկրների լեզուներից, պարսկերենից, արաբերենից, տո լատիներենից, նույնիսկ թուրքերենից, ռուսերենից, բնական է, պիտի ունենա։ Ավելին, Վրաստանը անհամեմատ շատ փոխառություններ է օգտագործում, վրացերեն գովազդը լսում ես, կեսա հասկանում ես։ Հայկական գովազդը լսելիս ռադիոյով բան, լսելիս միշտ չէ, որ օտարը կարող է հասկանալ, թե ինչի մասին էր խոսքը։ Ահա Շևչենկոն չգիտեմ ինչի ենթատեքստով է ասել սա, ըստ երևույթին ուզում է ասել, թե մենք մնում ենք ճորտեր եւ ռամիկներ եւ ստրուկներ, գուցե դա նկատի ունի իր մեղքը, իր վիզը այնպես արժեքավոր չհամարենք։ Շևչենկոյի հայտարարությունը այս կապակցությամբ կանդրադառնանք մի քիչ ավելի ուշ, ստեղ ես հետաքրքիր մտքեր եմ տեսնում, գայթակղվում եմ շեղվել այդ մտքերի ուղղությամբ, բայց մեր օրակարգը կմնա, հարգելի հայրենակիցներ, այսով խնդրում եմ լայքել, բաժանորդագրվել ալիքը, ինձ դիտողություն են անում, որ դա ալիքը չէ, ալիքին պիտի ասվի, ես ալիքն եմ ասում, մի խոսքով չխորանանք էլի, համարեք, որ սխալ եմ խոսում։ Նարեկ Կարապետյանին այսօր տեսել էին ազգային ժողովում ականջակալներով, անթել, Ժողովուրդ ջան, անթել ականջակալներ մի օգտագործեք, դրանք ընկնում կորում են, էլի լավ բան չեն։ Սա էլ է շատ սուբյեկտիվ կարծիք, ականջակալներով ազգային ժողովի լիագումար նիստի ժամանակ, չեմ ուզում ասել, թե Նարեկ Կարապետյանը ցուցումներ է ստանում հորեղբորից կամ հորից, մի քիչ տարօրինակ էր, կարող է լավ երաժշտություն է լսում, թե զահլա չկա, էլի քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչների ելույթները լսել, ով իմանա, սա Մչայլոց։ Շրջանառության մեջ է տրվել մի օրինագիծ, ուշադրություն հեռու տնից տեղից։ Օրինակ, հետիոտնին վրաերթի ենթարկած վարորդը մեկ անգամ կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե տուժող կողմի հետ հաշտության կա, հարգելի հայրենակիցներ։ Վիճակագրություն էին բերել այս օրենսդրական նախաձեռնության հիմնավորման համար,
Եվ վիճակագրությունը ավելի քան խոսուն էր, բանն այն էր, որ այսպիսի դեպքերի, երբ ուրեմն մարմնական վրանսվածքներ եւ այլն 2024 թվականի ընթացքում այդ հոդվածով նախաձեռնվել է դե քրեականացվում է, չէ, քրեական է առայժմ դա 3847 քրեական վարույթ, որոնցից 3781-ը կարճվել է։ Այսինքն անարդյունավետ բան է լինում, էլի քրեական հետապնդումը, եթե իհարկե կողքի այդ կարճումն էլ տեղի ունենում ուրեմն նախաքննության կամ դատաքննության ընթացքում, այնպես որ գուցեև լավ փոփոխություն է, ինչ ասեմ, հաջորդը այսօր ազգային ժողովում շնորհավորանքների օրեր ուժեղ Հայաստանից պատգամավորներից մեկի տարեդարձը շնորհավորեցին, նա էլ կենացը շարունակեց շնորհավորեց Սամվել Կարապետյանին, իրենք ծափ տվեցին, իրենք ուրախացան, քաղաքացիական պայմանագիրը լուրջ դեմքով նստած նայում էր, նախագահությունից էր դա երևում, ըստ երևույթին այդ միջոցին Ռուբինյանը, Կոնջորյանը եւ Վահագն Ալեքսանյանը մտաբերեցին, որ պարոն Փաշինյանն ասել է, որ նրանք բոլորը անդրակաշառքով են ընտրվել։ Այդ հատվածը որ չմետաբերեին, իրենք էլ գուցե շնորհավորեին Սամվել Կարապետյանի տարեդարձը 61 տարեկան դարձավ մեծ բարերարը, միլիարդատերը եւ այլ կուսակցություն ստեղծված եւ ազգային ժողով սրընթաց կերպով մտցրած այս մարդը։ Խայտարակ բան է տեղի ունեցել Նոր Հաճնում, ավտոկռունգը, падъемный կռանը, ռազմավարական Շևչենկոյի լեզվով ասած, չնայած ուկրաինացի է։ Երկու զոհ, մեկ վիրավոր։ Չգիտեմ ինչ վիճակում է եղել այդ ավտոկռունգը, զամբյուղ անգելեցած, երկու հոգի զոհվել են, մեկ հոգի վիրավոր է։ Չգիտեմ ինչ ասեմ, ինչ որ տեսչություն կա, չէ, որը պիտի գնա ստուգի սարքուսուրքը, տեխնիկական անվտանգության կանոնները, մի խոսքով ցավալի է, ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին եւ հարազատներին։ Լավ լուր կար այն մասին, որ Արփինե Սարգսյան, ներքին գործերի նախարար եւ բոլորս հիշում ենք, ովքեր անցել դարձել են վերջին տարիներին Զվարթնոց օդանավակայանով ժամանման սրահում, տեսել են, թե երբ մեկից ավելի օդանավեր են գալիս, ինչ է տեղի ունենում այնտեղ, կուտակումներ, չնայած մեր օդանավակայանում այդ խցիկներն աշխատում են անհամեմատ ավելի լավ, քան թե եվրոպական բազմաթիվ երկրներում։ Օրինակ ես կողմի երկրներից երբ օդանավ է ժամանում առավոտ կանուխ, то եսիմ Լեհաստան, Գերմանիա, Իտալիա, Չեխիա, բան շատ է պատահել, որ 1-2 խցիկ է աշխատում, հələ քներից չեն ելել, ժամուտ չկա, չգիտեմ ինչ, ու գնաց ժամանոց, ժամ ու կեսնոց հեշտ, շատ է պատահել, ես կանգնել եմ այդ հերթերում ժամ ու կեսից ավելի, մինչև հասնի անձնագրի ստուգման եւ դրոշմը խփելու պահը։ Երևանում կարծես թե այդպիսի ծուլություն չեմ նկատել, չեմ հիշում 15-20 խցիկներն էլ բարեխեղճորեն ինտենսիվ արագ աշխատում են, կառավարվում է սիրալիր բարեհամբույր, չհաշված են դաժան ժամանակները, երբ օտար երկրի քաղաքացի սպաներն էին մեր անձնագրերը ստուգում, ես էլ պահանջում էի հայերեն խոսել, դրանք էլ կոդոշները տնկած, բանը շարունակում էին հարցերը ռուսերեն տալ, մինչև աղմուկ աղաղակ հայ ազգի կամ հայերեն խոսող սպաներն էին մոտենում, ներողություն, դրան հանում տանում էին ուրիշ մարդեր նստում տեղը, անցել են այդ ժամանակները, բայց այնուամենայնիվ այս կուտակումները առավել եւս հիմա, երբ կարող է միաժամանակ վայրեջք կատարել 2-3-5 օդանավ, 10 եսիմ, հերթեր իսկապես կարող են երկար տևել, շատերը երևի տեղյակ եք, որ շտապողները 10,000 դրամով օրինական վճարով, ոմանք կաշառք են կոչում, բայց կաշառք չէ, օրինական վճարով կարող են այսպես ասած արագաշարժ կամ ջեպանթած հերթով անցնել այդ առանձին հերթով են անցնում, աշխարհի շատ երկրներում է սա գործում, ժամանողների մասին է խոսքը, իսկ մեկնողների դեպքում գիտեք, տարբեր տոմսերի կարգերից կախված առաջ ընկնել, ետ ընկնել, ահա Արփինե Սարգսյանի այսօրվա այցելությունը երեկվա ներողություն զուգորդվեց այն լուրով, որ Զվարթնոց օդանավակայանում էլեկտրոնային
ավտոմատացված մուտքի ռեժիմի սարքեր են տեղադրվելու, ինչպիսիք կան էլի մի շարք երկրներում, Միացյալ Նահանգներում եմ անցել այդպես, Կանադայում, էլի մի քանի տեղերում, որտեղ մարդու ռաշտ չեք գալիս, ձեր անձնագիրը, ձեր տվյալները մուտքագրում եք, տեսախցիկը կա, վերջին անգամ ուզում եմ հիշել Բրյուսելն ըստ երևույթին, եւ հերթեր չկան գրեթե, ինչքան պետք է սարքերը ավելանում են։ Այսինքն էլեկտրոնային դարպաս է դառնում, e-gate են ասում սրան, եւ դա պիտի ներմուծվի Հայաստանում Զվարթնոցում, ինչը շատ կարեւոր եւ լավ լուր է, ավտոմատացված համակարգ է, որը թույլ է տալիս այդպես հեշտությամբ անցնել ֆիզիկական կոնտակտը, սահմանապահի հետ վերածում է, շուտով չար լեզուները կասեն, որ երևի տարել են, որ թրիպը հենց սկսի կործել, ադրբեջանցիներն էլ դրանով անցնեն դառնան, հայ սահմանապահի երես չտեսնեն, բայց Միացյալ Նահանգներում, Կանադայում, Բելգիայում այդ բաները արել են առանց ադրբեջանցիների պահանջին ենթարկվելու։ Եվ բանը Ռուսաստանի դրության հետ կապված երեկվա հարվածները եւ այսօրվա սաստիկ ծանր են եղել, Մոսկվան դարձել է արդեն հիմնական թիրախ իր ենթակառուցվածքներով եւ իհարկե տիեզերական սարքուսուրքի արտադրության Վորոնեժի գործարանն է եղել թիրախավորած եւ այլն, դրա մեջ շատ չխորանանք, բաց աղբյուրներից հետազոտել էին տարբեր հետազոտական կենտրոններ, դուրս էին բերել մոտավորապես 260 քանի հազար հաստատված զոհ Ռուսաստանի կողմից։ Ինչպես են հաստատել տարբեր մահախոսականները, թերթերում, կայքերում, գերեզմանոցներ, նկարներ գերեզմանոցներից եւ այլն, քարտեզներ, կայքեր են սարքած, ամեն մարդ կարող է մտնել, որոնել, գտնել իր իմացած անուն ազգանունով մարդուն տեսնել, կա արդյոք քարտեզի մեջ նշած են, որքան խիտ են այդ բաները, թաղումների վայրերը, անհետ կորածները չկան սրա մեջ։ Եվ ահա Ռուսաստանի իշխանությունները գցել բռնել են, որ այդ տեսակ հաշվարկը բոլորովին Ռուսաստանի շահերի մեջ չէ, հակասում է Ռուսաստանի Դաշնության շահերին, որոշել են քրեական հետապնդում ձևակերպել գերեզմանոցների նկարահանման եւ այդ տեսակ տվյալները բացահայտողների համար։ Ընդհանրապես քաղաքակիրթ աշխարհի իրավական պրակտիկայում քաղաքակիրթ, ոչ թե դիկտատորական, համարվում է, որ եթե նույնիսկ պետական ծառայողական կամ այլ գաղտնիք համարվող տեղեկությունը օրինական ճանապարհով ինչ-որ մեկը ձեռք է բերում, չի կարող մեղադրվել գաղտնիքի բացահայտման համար։ Օրինակ, այս գյուղից հարգելի պաշտպանության նախարարություն քանի հոգի է զոհվել, չգիտեմ, այս ինչ պատերազմում։ Պաշտպանության նախարարությունը երևի կպատասխանի, որ դա ծառայողական գաղտնիք է կամ պետական գաղտնիք է։ Հետազոտող մարդը կամ լրագրողը կամ գործիչը իրավապաշտպանը կարող է գնալ այդ գյուղ, բոլոր դռներով անցնել, բոլոր տների դուռը թակել, վերջապես գնալ դպրոց, դպրոցի տնօրենին հարցնել, տնօրենները սովորաբար գիտեն իրենց նախկին աշակերտներից, ով է գնացել, չի վերադարձել, ով է անհայտ կորել, ով է վերադարձել եւ իհարկե գերեզմանոց։ Օրինական է, չէ՞, ճանապարհը գնալ տներով, դպրոց, գերեզմանոց, օրինական ճանապարհ է, ոչ մի գաղտնի փաստաթուղթ չէ, սա մեթոդ է։ Հետաքննական լրագրությունը կամ իրավապաշտպանությունը այս մեթոդը ունի շատ վաղուց եւ քաղաքակիրթ աշխարհում հասկացել են, որ դա հետապնդել չես կարող։ Ավելին, եթե քթի ծագ ունես, դու այդ տեղեկությունները, քանի որ հեշտությամբ կարելի է այդպես բացահայտել, ավելի լավ է ինքդ բացահայտես, որպեսզի հետաքննողները այդ ճանապարհով չբացահայտեն ու հետո դու չմեղադրես էլի այդ հետաքննողներին, թե դու պետական կամ ծառայողական գաղտնիք ես հրապարակել։ Պատերազմական դրության մեջ առավել եւս բարդ է։ Պետությունները պատերազմ վարող չեն հրապարակում, սա նորություն չէ, սա հին բան է եւ այլն։ Վերջը, քանի որ ոչ մի տեղեկություն չկա ռուսական կողմից, վերջի թիվը, որը Ռուսաստանը հրապարակել է 22 թվին էր 5000 քանի 100 հոգի։ Ու վերջ հրապարակած թիվը։ Հիմա ուրեմն դավաճանության հոդված դրատակ են տեղավորում։ Անվտանգության ծառայությունը գործ են հարուցում այդ գերեզմանոցները լուսանկարող քաղաքացիների դեմ։ Մյուսը կրոնական զգացումների դեմ հանցագործություն։ Գերեզմանոցն չի ըստ լուսանկարել եւ այլն, դամբարանատաշտերի տարածքում, անհարգալից լուսանկարչություն, տեսանկարահանում, դու պիտի հարգալից նկարեիր, դու նկարել ես, որպեսզի հետաքննություն անես, սա անհարգալի, մի խոսքով ցկած, քթից բռնած մի կերպ քաշքշած մեղադրանքներ են եւ սա նորություն չէ բանի համար։
Ռուսաստանի Դաշնության այս խստացող օրենսդրության համար։ Ավելին, սկսել են վարչական պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր նկարում են բենզինի հերթերը եւ բողոքում են բենզինի հերթերից իրենց բլոգերներում։ Դե բոլորին չեն անում, բայց նրանք, ովքեր պոպուլյար են, շատ նայողներ ունեն, ֆոլովերները շատ են, հետևորդները եւ մեծ արձագանք է գտնում այդ տեսահոլովակները, բենզինի հերթ է, ասենք ավտոն քշում է, ցույց է տալիս, հերթերը իդեպ շարունակել են սաստկանալ եւ շատ լուրջ են խոսակցությունները, որ ծմրանը մոտիկ նավթավերամշակման պաշարները եւս մի 20-25%-ով կկրճատվի եւ դա մի ահռելի կրճատում է, դա լուրջ ուրեմն սոցիալական ճգնաժամի է բերելու, գումարած այն, որ Կրեմլը խոստանում է սառելու ծմեր Ուկրաինայի համար եւ Ուկրաինան անցած ծմեր այդ հարվածները ստացել է, գիտե դա ինչ է եւ մինչեւ աշուն ինքն էլ հետեւողականորեն ոչնչացնելու է կենտրոնական կաթսայատները, ջեռուցման կենտրոնները, ինչպես սովետի ժամանակ էր այստեղ, բազմապնակարանային շենքերի դեպքում, այնպես էլ այնտեղ մինչեւ հիմա մնում է, գիտեն շատերը եւ էներգամատակարարման հանգույցները, տրանսֆորմատորային ենթակայանները, բարձրավոլտ բաշխիչ կայանները եւ այլն եւ այլն։ Այսինքն առավել եւս եթե այդ բալիստիկ հրթիռներն էլ սկսեցին օգտագործել ուկրաինացիք, շատ դաժան է լինելու Ռուսաստանի Դաշնության համար։ Հայրենակիցներին կամ հայկական էթնիկ փոքրամասնությանը, ազգային փոքրամասնությանը բավականաչափ զգուշացրել ենք, նորից հավես առողջություն չունենք նորից զգուշացնելու։ Վոլգոգրադ օգոստոսի 13 Տատյանա Սմետանկո 10,000 ռուբլի, այսինքն 45,000 դրամ տուգանել են հուլիսի 16-ին քաղաքում վառելիքի հետ կապված իրավիճակի վերաբերյալ Պաստրիկինին ուղված բողոքի ձայնագրությանը մասնակցելու համար։ Քննչական կոմիտեի պետի մասին է խոսքը։ Ձերբակալել են 5 հոգու, ինչ է թե բողոքի բան է, հիմա բազմաթիվ այդպիսի բողոքի տեքստեր կան, գուցե Վալդբերիզի հրդեհներից բողոքող, Վալդբերիզին ապրանք տվողներին էլ մեղադրեն։ Ասեն ինչի եք ողբում, որ ծեր ապրանքը վառել է եւ այլն եւ այլն։ Վալդբերիզը թազա ֆոկուս է մեյդան բերել։ Ֆոկուսը հետեւյալն է, ապրանք մատակարարողներին այլևս չեն տեղեկացնում, թե որ պահեստում այդ մարդու ապրանքից ինչքան կա։ Եվ փողոքում էին ապրանքների մատակարարները, տասնյակ հազարավոր գործարարներ են։ Ասում է լավ, եթե մեզ չեն ասում, որ պահեստում ինչքան ունեմ ես այդ ապրանքից։ Կարող է պատահի այն պահեստը, որը տրակցնում են, ես տեղ ապրանք չունեմ, ինձ ասեն, որ այդ ապրանքը վառել է այդ պահեստում։ Հասկանալի է, չէ՞, ինչ է տեղի ունենում։ Հա, սա մի ուրիշ խայտառակություն է։ Դրանից իսկապես սոցիալական մեծ բունտի հոտ է գալիս։ Յաբլոկոն պարտվեց Վճռաբեկ դատարանում, այն առաջին Ատյանի դատարանում, որ պարտվել էր, հանել էին, դատարանը վճռել էր ընդրապայքարից դուրս բերել Յաբլոկո կուսակցությունը, որը իր վրա էր հավաքելու Պուտինի դեմ հնարավոր բոլոր քվեները, նույնիսկ այն մարդկանց քվեները, ովքեր երբեք չէին մասնակցել ընտրություններին, այս անգամ որպես վերջին հույս որոշել էին գնալ Յաբլոկոին քվե տալ, ահա 5 օր դեռ ուժի մեջ չեր մտել Վճռաբեկ դատարանը որոշեց, որ Յաբլոկոն չի կարող լինել այս պետդումայի ընտրություններում որպես տեխնացու համամասնական ընտրակարգով։ Սեպտեմբերի 20-ի ընտրություններում Ռուսաստանը ընտրում է համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով, մեծամասնական տեխնացուներ 200 քանի հոգի ունի Յաբլոկոն ու հիմա Յաբլոկոն ու իր աջակիցները շեշտում են, ժողովրդին բացատրում են, որ գնացեք այդ անհատներին ընտրեք կոնե, երևի նրանց ազդեցիկների տեմել ինչ որ հայցեր կլինեն։ Ֆոտո եք օգտագործել ձեր բուկլետի մեջ հեղինակային իրավունքը հարգված չէ, չկա գրած։ Դատարանում մոտեցնում են ֆոտոպատկեր, ասում է տեսեք, որ գրված է։ Пусть всегда будет солнце, հիշում եք այդ երգը, հա։ Խաղաղության օրակարգ է առաջ տարել Յաբլոկոն, ի տարբերություն մնացածի, որոնք ասել են, չէ, պիտի պատերազմենք եւ հաղթենք Ուկրաինայի դեմ։ Այդ երկի այդ տողը օգտագործել են դատարանում հեղինակային իրավունք եք խախտել,
այդ երկի հեղինակի անունը չեմ հիշում, ժառանգորդները դատարանում ասել են մենք տվել ենք այդ իրավունքը։ Մի խոսքով բոլոր հնարավոր դեպքերում այս տեսակ բաների հետևից է ընկել Վալոդիգը ու լուրջ հարց է ծագում ռուսական վերլուծաբանների շրջանում, թե Պուտինը ինչի է պահպանում ընտրական համակարգը, որը այլևս վաղուց ընտրական չէ։ Հետաքրքիր հարց է, չէ՞։ Այդ դիկտատուրա հաստատի բրձիկը նա էլի ընտրություններն ինչ մեղքսեն, այդքան փող ես ծախսում, այդքան մարդու խառնում ես իրար։ Երևի թե ինքը հավատում է, թե ինչ որ մոլորակի վրա տեղ կա, որտեղ մտածում են, թե Ռուսաստանում ժողովրդավարություն է։ Չկա այդպիսի տեղ։ Շատ վաղուց այդպիսի տեղ մոլորակի վրա չկա։ Լուկաշենկան էլ գիտե, որ Ռուսաստանում ժողովրդավարություն չէ, ընտրությունները կեղծ են այս իմաստով։ Հյուսային Կորեան էլ գիտե, Հյուսային Կորեային բան եք բացատրում։ Ահա այսպես սիրելի հայրենակիցներ, ստեղ ով կա, հա, ես էլ ասեմ ու վերջ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պանֆիլովան ուրեմն հարցազրույցում կոչ է արել երկիրը լքած եւ դավաճանած ռուսաստանցիներին զրկել քվեարկելու իրավունքից։ Երբ լրագրողները հարցրել են, թե բոլոր լքածներն են, հա, բան ինչ է, դավաճանած կամ ոնց եք ճոգելու, էլի։ Դավաճանը այն մարդն է, ում քրեական մեղադրանքով դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով դավաճանություն է հաստատվել։ Թե դուք խոհափիլիսոփայական իմաստով նկատի ունեք, չի գնացել Ուկրաինայի դեմ պատերազմ, ուրեմն դավաճանել է կամ ցանուցագիրը ղրգել եք ստացել է եւ կորել է այդ մարդը, փախել է Սիբիր տայգայում միտեղ ապրում է եւ այլն եւ այլն։ Ահա, այս կնիգը ասում է հետեւյալը, ընկերներ, իրավապահ մարմինները եւ Պետդուման պետք է որոշեն նրանց ընդհանուր կատեգորիան, ովքեր ապագայում կարող են զրկվել քվեարկելու իրավունքից, պատերազմի գնաց, բայց քվեարկելու իրավունք չունես։ Պանֆիլովայի խոսքերով հանձնաժողովը սպասում է, որ սեպտեմբերյան ընտրությունների ժամանակ անպարյացկամ պետություններում քվեարկության ժամանակ երկրից փախած մարդիկ Հայաստան եւ այլն եւ այլն իբր պատրաստվում են պիկետներ անցկացնել եւ տարբեր սադրանքներ իրականացնել ընտրությունները խափանելու եւ վարկաբեկելու համար։ Ակնհայտ է, որ այսպես կոչված անպարյացկամ երկրներում, ուր փախել են էմիգրանտները ռուս, բոլորովին ուրիշ արդյունքներ են ստացվելու, քան Ռուսաստանում։ Այդպես եղել է արդեն։ Ասենք Ռուսաստանում Վալոդիգի Եդինայա Ռոսիան ասենք թե ստանալու է 75%, Հայաստանում ստանալու է 3%։ Տեսփանադան աշխատողների քվեներն են լինելու շատ էլի։ Եվ դա զռռալու է, դա ցույց է տալու, բացահայտելու է, թե ինչքան կեղծ են Ռուսաստանի դաշնությունում ընտրությունները։